Կառավարություն հանրություն արդյունավետ երկխոսությունը հնարավոր է նաև թվային գործիքների, տեխնոլոգիական նորարարությունների օգնությամբ։ Բաց կառավարման շաբաթվա շրջանակում անցկացվող թվային ժողովրդավարություն և թափանցիկ կառավարում խորագրով հանդիպման ժամանակ պետական կառույցների քաղաքասարակության ներկայացուցիչները, փորձագետները քննարկում են մեր երկրում թվային փոխակերպման, հանրային ծառայությունների արդիականացման և մասնակցային կառավարման գործիքների զարգացման հարցերը։ Եթե խոսում ենք նորարարության մասին, չեն կարող շրջանցել թվայնացումը և տվյալների քաղաքականությունը։ Ուստի մեր այսօրվա միջոցառումը նաև ներկայացնելու է, թե Հայաստանում ինչ փոփոխություններ ենք իրականացնում թվայնացման ուղղությամբ, ինչ կարգավորումներ այսօր ունենք, որոնք ամբողջովին նոր են։ Կարևոր է, որ քաղաքացին հնարավորություն ունենա մասնակցելու որոշումների կայացմանը, բարձրաձայնելով լայն հանրությանը հուզող խնդիրները։ Այդ գործընթացը պետք է լինի արագ, պարզ և հասանելի, ուստի հանրային մասնակցության և երկխոսության արդյունավետ կազմակերպման համար պետությունը բոլոր ոլորտներում թվայնացման աշխատանքներ է իրականացնում։ Դրանք քաղաքականությունների մշակմանն են վերաբերվում։ Դրանք վերաբերվում են քաղաքացիների կողմից հարցումներ, բողոքներ, դիմումներ ներկայացնելուն և դա հետագծելուն։ Եվ դրանք նաև ներառում են ծառայությունները, որը պետությունը մատուցում է։ Այս պահին այդ ծառայությունները ավելի շատ գերատեսչական ուղղվածություն ունեն։ Քաղաքացու տեսակետից ամենակարևորը տվյալների հետագծելիությունն է, որ օրենքն է սահմանում ծառայություն մատուցելու համար։ Մեկ հարցման սկզբունքը, որը շատ երկար տարիներ քննարկում ենք, սակայն օրենքի մակարդակում մեխանիզմը, որը կապահովի մեկ հարցման սկզբունքը, նոր է դրվում։ Մասնագետներն անդրադառնում են նաև ազգային ժողովի նախորդ տարի ընդունած կիբեռանվտանգության մասին, հանրային տեղեկությունների մասին և տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին օրենքների դրույթներին, դրանց կատարման հետ կապված հետագա անելիքներին։ Արամ Մարանդյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։